Ինձ հաճելի է հանդիպել երիտասարդ լիդերների հետ, որոնք կամ արդեն կամ ավելի լավ է, որ երազում են դառնալ երիտասարդ լիդերներ, հատկապես ուրախ եմ, որ կանայք աղջիկները մեծամասնություն են կարծես կազմում, համենայն դեպս մրցում են արդեն տղաների հետ, շատ կարևոր եմ համարում, որ առաջնորդությունը գրագետ, ուսյալ, նպատակադրված հայրենասեր մարդկանց վրա լինի որպես, գիտեք, որպես անձնական նպատակ նաև, որովհետև եթե ունես հավատք, սեր, նվիրում դեպի երկիր, եթե սիրում ես կյանքը, և եթե քո մեջ տեսնում ես թեկուզ և մի փոքր պատասխանատվություն ընդհանուր համակարգի համար, որտեղ դու գործում ես, որտեղ դու ապրում ես, որտեղ դու շնչում ես, ապա իհարկե դու պիտի փորձես, իհարկե դու պիտի նախաձեռնես, իհարկե դու պիտի առավելագույնս դրսևորես քո ներսի պոտենցիալը, մարդկային պոտենցիալը։ Փիլիսոփայական տեսանկյունից ես միշտ եղել եմ և կամ այն համոզմունքի տեր, որ մարդը մարդու նկատմամբ չի կարող լինել մրցակից։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր մեկը ունիկալ երևույթ է, յուրաքանչյուր մարդը ունիկալ է։ Եթե դու գիտակցում ես քո ունիկալությունը, դու չես կարող քեզ համարել մրցակից կամ որևէ մեկին համարել մրցակից քեզ հետ, ինչպես կարելի է մրցակցել ունիկալի հետ։ Եթե դու ունիկում ես, այսինքն դու միակն ես աշխարհում քո ձևի մեջ, քո գիտակցության մեջ, քո կազմվածքով, կառուցվածքով, պատկերացումներով, միակն ես, գենետիկ կոդով, բնականաբար։ Եվ եթե դու միակն ես, ապա դու չես կարող ունենալ մրցակից։ Եթե դու չունես մրցակից, ապա ամբողջ աշխարհը քո տրամադրության տակ է։ Ոչ թե դու պիտի գնաս և քո տեղը վաստակես հրմշտոցով և փորձես ինչ-որ մեկին տապալես, որպեսզի նրա տեղը գրավես, ոչ, դու ունես քո ուրույն տեղը։ Դու ուղղակի պիտի հասկանաս, որ այդ տեղը քոնն է և դու քո կյանքը դասավորես տրայեկտորիան այնպես, որ հնարավորին չափ կարճ ժամանակում և հնարավորին չափ քիչ կորուստներով հասնես քո բաղձալի նպատակին, հասնես քո եսին, որը արդեն ծրագրավորված է քո մեջ, վաղուց, քո ծնված պահից, և մնացածին յուրաքանչյուր մեկին, որը հանդիպում է քո ճանապարհին, դիտարկես նրան ոչ թե որպես մրցակից, այլ որպես մեկը, որին դու կարող ես նպաստես իր նպատակին հասնելու համար, որտեղ ինքն էլ ունի իր տրայեկտորիան, որը չի խաչվում քոնի հետ։ Եվ ուրեմն միակ նպատակը, որը յուրաքանչյուրդ ունի յուրաքանչյուրիդ նկատմամբ, դա ընդամենը իրար պաշտպանելն է, իրար բարձրացնելն է, նպաստելն է, որպեսզի յուրաքանչյուրդ հասնեք ձեր նպատակին։ Այդ իմաստով իմ կարծիքով այս փիլիսոփայական մոտեցումը շատ կարևոր է գիտակցելու համար ձեր ուրույն տեղը այս աշխարհում և առավել ևս եթե դուք նախաձեռնող եք, առավել ևս եթե դուք տեսնում եք ձեր մեջ այդ ունակությունը առաջնորդելու, տանելու ձեր ետևից, տեսնում եք ձեր մեջ այդ էմոցիոնալ, ֆիզիկական և գաղափարական ներուժը, որ կարողանաք ներազդել նաև ուրիշների վրա։ Սա շատ կարևոր է, տեսնում ես, թե չես տեսնում, եթե չես տեսնում, հոգ չէ և որևէ պրոբլեմ չկա դրանում, այսինքն ամեն մեկը չի, որ կոչված է առաջնորդ լինելու, միգուցե նաև չի ուզենալու լինել այդ առաջնորդը և դա որևէ կերպ նրան ավելի վատ չի բնութագրում կամ սոցիալական սանդղակում ավելի ներքևի հատվածում չի, նա նույնպես ունիկում է։ Նրանք, ովքեր չեն ուզում լիդեր դառնան, իսկ սկզբանե կամ չունեն այդ հատկությունները, նրանք նույնպես ունիկալ անձնավորություններ են իրենց ուրույն տրայեկտորիաներով։ Միգուցե նրանք կյանքով մեկ շատ ավելի երջանիկ կլինեն, քան դուք։ Եվ դուք նույնպես դա պիտի ընդունեք,
որովհետև եթե դուք ընտրում եք լիդերության ճանապարհը, առաջնորդության ճանապարհը, ես ձեզ ուզում եմ արդեն իմ փորձից ելնելով ասել, որ դա ոչ անպայման երջանկության ճանապարհ է, ոչ անպայման։ Ավելին, շատ դեպքերում դա շատ ավելի դժվար, շատ ավելի ծանր, շատ ավելի խոչընդոտներով եւ երաշխավորված արդյունքի ճանապարհ չէ, ռիսկային ճանապարհ է։ Ճանապարհը, որտեղ որ դուք կարող եք ունենալ չծրագրավորված եւ շատ ցավալի կորուստներ, հասկանում եք։ Ճանապարհ է, որտեղ ինչ որ մի ջրբաժանի կետի վրա դուք կարող եք նաև ընկալել կամ զգալ ֆիզիկական կամ հոգևոր ոչնչացման վտանգը։ Եվ ուրեմն, եթե դուք ընտրել եք այս ճանապարհը, դուք պիտի բոլոր սկզբնական, այսպես ասած, այլ հավասար պայմաններում ձեր մեկնարկի կետի վերաբերյալ ունենաք ճիշտ պատկերացում։ Պատրաստ եք արդյոք թե ոչ։ Եթե պատրաստ եք, այնուհետև գալիս են որոշակի ֆորմուլաներ, որոնք շատ դասագրքերում գրված են, հիմա լիդերշիփի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ կան։ Հիմնականում հոգեբաններն են աշխատում դրա վրա։ Իհարկե, եւ կան տրաֆարետային մոտեցումներ, դասագրքային, այսպես ասած։ Կան մոտեցումներ, որոնք որ հիմնված են այս կամ այն առաջնորդի սեփական անձնական փորձի եւ կարիերայի վրա։ Իհարկե, յուրաքանչյուր առաջնորդն ունի իր տրայեկտորիան եւ իր փորձի հիման վրա կարող է իր առանձնահատկությունների մասին խոսել։ Ընդհանուր առմամբ ես իհարկե մի քանի տրաֆարետային միգուցե բան, բայց նաեւ իմ կարծիքով հետաքրքրությունը իմ նկատմամբ, ձեր հնարավոր հետաքրքրությունը երևի թե հիմնված պիտի լինի իմ փորձի վրա, եւ ես սիրով եմ միշտ կիսվում իմ փորձով եւ իմ այն դասերով, որոնք ես քաղել եմ եւ որոնցով ես կարող եմ ազատ կիսվել։ Իհարկե ես դա կանեմ։ Ընդհանուր մոտեցումներից ելնելով իհարկե լիդերը պիտի անպայման ճիշտ հստակ նպատակադրում ունենա, որպեսզի կարողանա այդ նպատակի շուրջ ձևավորել համապատասխան կոնսենսուս։ Թիմ, կոնսենսուս, համաձայնություն նպատակի շուրջ։ Բայց դա բավարար չէ։ Նպատակին հասնելու համար լիդերը պիտի պատկերացում ունենա եւ այդ պատկերացումը նույնպես կիսի իր համախոհների հետ։ Պատկերացում, թե ինչ ճանապարհով հատկապես, ինչպիսի ճանապարհային քարտեզ կարող է լինել այդ կոնկրետ նպատակին հասնելու համար։ Այսինքն քայլերի հաջորդականությունը, ճանապարհային քարտեզը եւ դրա շուրջ նույնպես կոնսենսուսի ձևավորումը շատ կարեւոր է։ Հաջորդը, որը կարևոր է, սա ընդհանուր հասկացություններ եմ ես ձեզ տալիս, որոնք ընդհանուր են ցանկացած լիդերի համար։ Ֆանտաստիկ կարևոր է էմպաթիայի զգացումը։ Այսինքն դու պիտի կարողանաս հաշվարկես, գնահատես դիմացինիդ, համախոհիդ կամ ախոյանիդ էմոցիոնալ դաշտը։ Պիտի կարողանաս ներխուժես այդ էմոցիոնալ դաշտի մեջ եւ հասկանաս հատկապես որ գործողությունները կլինեն իրեն հաճելի, իր կողմից ըմբռնվող եւ հատկապես որ գործողությունների պարագայում կլինի rejection, չի ընդունվի դա։ Այսինքն էմպաթիայի զգացումը դա դիմացինիդ էմոցիոնալ դաշտի գնահատումը եւ իհարկե վիշի պիլոտաժ, երբ որ կառավարում ես այդ դաշտը։ Հատկապես այդ հատկությունը իհարկե ոչ միայն լիդերության պարագայում է շատ կարևոր, այլ նրանց համար, ովքեր իրենց կյանքում ունեն կամ կունենան բանակցությունների փորձ, բանակցելու համար ֆանտաստիկ կարևոր բան է։ Այսինքն բանակցություններում հաղթում է նա,
անկախ սկզբնական դիրքից հաղթում է նա, ում էմպաթիայի զգացումը ավելի բարձր է, այսինքն դու ներխուժում ես դիմացինիդ էմոցիոնալ դաշտ եւ կարողանում ես կառավարել քո գործողություններով եւ կամ քո սիգնալներով, կառավարում ես դիմացինիդ էմոցիոնալ դաշտը։ Շատ կարեւոր բան է, ոչ բոլորին է հասու։ Իմացեք, որ մեր բոլոր դիվանագիտական ձախողումները, որոնք մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում, պայմանավորված են հենց, չասեմ միայն դրանով, բայց հատկապես այդ էմպաթիայի բացակայությամբ կամ մենք զիջել ենք, մեր բանակցողները զիջել են էմպաթիայի հնարավորություններով իրենց դիմացիներին։ Շատ կարևոր հատկություն է, իսկ լիդերի համար հատկապես կարևոր է, որովհետև լիդերին պիտի հավատան նաև ոչ միայն գաղափարական համակարգը կիսելիս, այլ նաև զուտ էմոցիոնալ տեսանկյունից։ Այլ հավասար պայմաններում, զրոյական դիրքերից, անգամ որևէ գաղափարական առանձնահատկություն չունենալու պարագայում, զուտ էմոցիոնալ կերպով լիդերին պիտի հավատան։ Որպեսզի հավատան, լիդերը պիտի այդ ունակությունը ունենա եւ անի քայլեր կամ սիգնալներ, որոնք որ հաճո են, որոնք որ հաճելի են պոտենցիալ թիմի անդամին։ Այդ դեպքում լիդերը դառնում է մի սուբյեկտ, որին հավատում են եւ որի հետևից կկարողանան գնալ։ Միայն այդ պարագայում։ Բայց դա իհարկե բավարար չէ։ Էմպաթիան շատ կարեւոր է, բայց բավարար չէ։ Հաջորդը շատ կարեւոր է անձնական օրինակը եւ այստեղ ես շատ կկարևորեի բիզնեսը, գործը, ոչ միայն բիզնես կոմերցիոն տեսաբանի հասկացության մեջ, այլ ընդհանրապես գործը պիտի շատ հստակ կերպով տարանջատվի անձնականից։ Շատ խիստ պետք է տարանջատել։ Աշխարհում կա երևի թե մեկ հաջողված փորձ, երբ ընտանեկան համակարգը ուրեմն նաև նպաստում է բիզնես հաջողություններին, դա իտալացիների փորձն է։ Եթե դուք նկատել եք, իտալական բոլոր ընկերությունները անուն ազգանուն են ընդհանրապես։ Ստեֆանո Ռիչի բան ասում ենք, բայց այդ մարդը ինչ-որ մեկի անունն ու ազգանունն է, էլի ենթադրենք, չէ՞։ Կամ, չգիտեմ, Ջանֆրանկո Ֆերրե, օրինակ ասենք, հա։ Անուն, ազգանուն, բայց դա ընտանեկան արդեն մաֆիոզ սկզբունքների վրա հիմնված, կլանային սկզբունքների հիմնված բիզնես է։ Հաջողվել է միայն իտալացիների մոտ, ես չգիտեմ այլ ավելի հաջողակ ուրեմն բան։ Դրա այլասերված տարբերակը մեր մոտ է, որտեղ մենք ուղղակի սկզբնական փուլում 90-ականներին իհարկե այն որ բաններ գնում, հափշտակումներն էր գնում, թալաններ գնում, ուրեմն նախկինում բան հանրային սեփականության թալանը որ գնում են, ասենք ովքեր որ նստած էին այդ ռազդաչայի վրա, իրենք բաժանում են իրենց բարեկամներին հիմնականում, եւ հիմնականում ապաշնոր բարեկամներին։ Եվ դա է պատճառը, որ մենք նայում ենք մեկ-մեկ ընդհանրենք ինչ-որ մարդու տեսնում ենք, որ հարուստ է, բայց տեսնում ենք, որ այս մարդը իր ունակություններով պիտի որ հարուստ չլիներ, էլի, բայց ինչի է այդպես։ Դա ոչ միայն արդար չի, դա այլասերվածություն է, որտեղ դա ապակողմնորոշում է հասարակությունը, դա ապակողմնորոշում է բոլոր նրանց, ովքեր որ ինչ-որ նպատակ են փորձում դնել, հա, ինչն է կարևոր հիմա, ասենք, կարող ես լինես, ասենք, ոչ պատրաստված մասնագետ եւ ունենաս ենթադրենք ինչ-որ տենց, ասենք, չաղլիկ բարեկամ եւ քո մոտ կստացվի կամ այդ բարեկամությունը փորձես փնտրես ինչ-որ մեկին հարս գնաս կամ փեսա գնաս, ենթադրենք, եւ ուրեմն նման կերպ դասավորես քո կյանքը, ենթադրենք, հա, դա նման բան, ասենք, նորմալ աշխարհում, նորմալ համակարգում գոյություն չունի։ Նորից վերադառնալով, ուրեմն անձնականը եւ բիզնեսը տարանջատելու անհրաժեշտությունը ես տեսնում եմ որպես շատ կարեւոր հանգամանք։ Մեզ մոտ դա ոչ ամեն դեպքում է ստացվում, շատ դժվար է, դա այնուամենայնիվ էմոցիոնալ տեսանկյունից դժվար է, այսինքն մենք հակված ենք չվստահելու մեկս մյուսից, հակված ենք նույնպես որոշակի կլանային ուրեմն դրսևորումների։ Վերջին ժամանակներս ինձ դուր է գալիս, որ մեր բիզնեսի մեջ այնուամենայնիվ սկսում է գերակայել պրոֆեսիոնալիզմի պահանջարկը։ Ես տեսնում եմ, որ կարծես թե դաշտում արդեն ամրագրվում է պրոֆեսիոնալ հատկությունների կարևորությունը անձնական նվիրվածության հանդեպ,
հասկանում եք, բայց դեռ մինչև վերջ չի գերակայել, բայց իմ խորհուրդն է ձեզ, լիդերության դրսևորման մեջ, ձեր գործունեության, բիզնեսի մեջ, ձեր նպատակների մեջ, ծրագրերի մեջ շատ հստակ կերպով, խիստ կերպով տարանջատեք եւ ձեր վերաբերմունքը ձեր մտերիմին, ձեր բարեկամին, ձեր հարազատին բիզնեսի տեսանկյունից պիտի լինի բացարձակ նույնը, ինչպես դուք կվերաբերվեք մեկ ուրիշին։ Չի կարող լինել այստեղ որևէ պրոտեկցիոնիզմ, հենց որ դուք դա դրսևորեցիք, այդ պրոտեկցիոնիզմը ձեր լիդերության հատկության վրա կարելի է խաչ քաշել ընդհանրապես։ Դուք պիտի լինեք համահավասար այդ դաշտում, որպես լիդերներ, ավելին դուք պիտի կարողանաք կտրել ձեր բարեկամի շահը կամ անգամ ձեռքը, այն պահին, երբ որ դուք զգաք, որ դա հակասում է ձեր ընդունված սկզբունքներին, արժեքներին եւ այն թիմային համակարգին, որը դուք կամ ստեղծել եք, կամ ստեղծելու մեջ եք։ Որտեղ դա միանգամից կխախտի ամբողջ բալանսը։ Դա շատ կարևոր եմ համարում։ Ուրեմն սեփական օրինակ, իհարկե արժեքների ֆիքսումը, արժեքների շուրջ հավաքագրումը մարդկանց սկզբունքների, ըստ որում լավ կլինի, որ արժեքները, սկզբունքները, լոզունգները դուք որպես լիդերներ դե ամեն մեկիդ ուղղությունը տարբեր է, հիմա ասենք մեկը կլինի քաղաքական լիդեր, մյուսը կլինի բիզնես լիդեր, երրորդը կլինի սոցիալական ոլորտում, հասարակական ոլորտում, սպորտի, կարևոր չի որտեղ։ Մեկը կարող է լինի համատիրության ղեկավար, կարևոր չի, բայց խորհուրդս այն է, որ դուք ձեր գործունեության հենց սկզբից, հենց այն պահից, երբ որ դուք ձեր հավակնությունները կներկայացնեք, փորձեք շատ կարճ, լակոնիկ, բայց իմաստավոր ֆորմուլաներով ընդգծել այն արժեքները, որոնց շուրջ դուք կհավաքագրեք մարդկանց, եւ այն սկզբունքները, որոնք կծառայեն այդ արժեքների պահպանմանը եւ ռեալիզացիային, իրագործմանը։ Շատ կարճ, դա կարող է լինել, ասենք 3 սլոգան, հա, 3 ինչ-որ տենց ֆորմուլա, շատ կարճ նախադասություններով։ Իհարկե ճիշտ կլինի, եթե դուք թիմային այնուհետև թիմ եք հավաքագրելու, լավ կլինի, որ դա ինչ-որ միտեղ պատին լինի, որ բոլորը հասկանան, որ սրանք են մեր արժեքները եւ երբեք չշեղվեն այդ արժեքներից։ Արժեքները կարող են ավելացվել, բայց ճիշտ համակարգի կառուցման դեպքում դրանք չեն կարող պակասել կամ փոփոխվել։ Եվ նույնը վերաբերում է նաև սկզբունքներին, իսկ աշխատանքային սկզբունք գոյություն ունի, իհարկե նորից եմ կրկնում, այդ ամբողջը ճանապարհային քարտեզի ներքո, որտեղ դուք պիտի իմանաք առաջին քայլը, երկրորդը, երրորդը եւ մինչեւ նպատակին հասնելու համար ինչ եք անում։ Հիմա գանք այն թեմային, որը ամրագրվել է որպես իմ ձեր հետ հանդիպման իմաստ, արդյունավետ առաջնորդություն դժվարին իրավիճակներում, պարոն Մովսիսյանը ինձ այդպիսի թեմա խնդրեց պարզաբանել, երևի հաշվի առնելով նաև մեր ժամանակները, որոնք իհարկե երևի առավել էքստրա որոշ ջանքեր են մեզանից պահանջելու, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք մեր անելիքների մեջ։ Տեսեք, նպատակադրումը մնում է որպես խնդիր, այսինքն կարևոր չի ժամանակները հեշտ են թե դժվար։ Եթե դու լիդեր ես, դու պետք է ճիշտ նպատակադրում անես եւ այդ նպատակի շուրջ ձևավորես այդ տրայեկտորիան եւ ճանապարհային քարտեզ։ Այդ իմաստով մենք անդրադառնանք մեր այսօրվա իրավիճակին։ Ես չէի ասի, որ նպատակադրման տեսանկյունից մենք այսօր ունենք հասարակական կոնսենսուս, կամ գոնե հասկանում ենք, որ մեր նպատակը, հասկանում եք։ Եվ մեծ հաշվով դրա բացակայությունը կամ ոչ միանշանակ վերաբերմունքը հանրության կողմից արձանագրվող կամ ներկայացված նպատակների շուրջ երևի թե հիմնական պատճառներից է մեր ձախողումների, որոնք մենք ունենք վերջին ժամանակներս։ Ես միշտ բերում եմ այդ օրինակը, որ հասարակության մեջ միևնույն հարցի շուրջ
մենք կարող ենք ունենալ ըստ որում կարևորագույն ազգային նպատակների, ազգային ճակատագրի տեսանկյունից կարևորագույն հարցերի շուրջ մենք կարող ենք ունենալ տրամագծորեն տարբեր կարծիքներ։ Կանգնացնես երկու հոգի նույն փողոցում քայլելիս, դրանք կունենան տարբեր կարծիքներ։ Օրինակ, հասարակ հարցը ուր ենք մենք գնում։ Շատ տարբեր պատասխաններ կլսեք դուք։ Այսինքն դա հնարավոր չի, եթե դուք ունեք հանրություն, որի անդամները տարբեր պատասխաններ ունեն ամենահասարակ կարծես թե հարցի նկատմամբ, ուր ենք մենք գնում, ուղղություն է ընդհանրենք։ Կամ որտեղ ենք մենք գտնվում։ Աշխարհագրական տեսանկյունից, արժեքային համակարգի տեսանկյունից, ցիվիլիզացիոն տեսանկյունից։ Մենք արևելք ենք, թե արևմուտք։ Մենք Կովկաս ենք, թե միջին արևելք։ Տարբեր են պատասխանները։ Ես ես դա լուծում եմ, հիմա ձեզանից յուրաքանչյուրը կտա տարբեր պատասխան։ Սա արդեն նշանակում է, որ մենք մեր նպատակադրման տեսանկյունից ինչ որ մի բան են չենք արել, այսինքն մենք մեր սկզբնական պայմանները չենք կարողացել հստակեցնել, մենք չենք հասկանում, մենք որտեղ ենք, մենք ով ենք վերջին հաշվով եւ ով ենք մենք մեզ համար, ով ենք մենք աշխարհի համար։ Մենք ինչ ենք բերում աշխարհին։ Ինչ ենք ներկայացնում աշխարհին։ Ով ենք մենք։ Ինչով ենք հարստացնում աշխարհը։ Արդյոք մենք պետք ենք աշխարհին։ Մեր գոյության փաստը որևէ մեկը կնկատի, թե ոչ։ Եթե այո, ապա ինչու։ Հատկապես որ շնորհքի շնորհիվ կնկատեն մեր չգոյությունը։ Սուրբա վիճակով ես ցավում եմ, բայց ես վստահ չեմ, որ մեր չգոյությունը կնկատվի։ Իսկ դա նշանակում է, որ մենք, մեր լիդերները յուրաքանչյուրս չենք կարողացել այդ նպատակադրումը ճիշտ ֆիքսել եւ չենք կարողացել մեր սկզբնական պայմանները մեզ համար հստակեցնել, աշխարհի համար պարզ դարձնել եւ այս ընթացքը նույնպես պարզ լինել բոլորի համար։ Սա մենք ունենք խնդիրներ եւ իհարկե ես դա վերագրում եմ adekvat առաջնորդության բացակայությանը։ Ես դա վերագրում եմ դրան։ Վերագրում եմ, իհարկե դրա պատճառները շատ են, պատճառներից ամենակարևորը երևի թե այն է, որ մենք այնուամենայնիվ չենք ունեցել ազգային պետության, պետականության երկարատև, հետևողական պատմություն չենք ունեցել եւ ինչ էլ ունեցել ենք, երևի թե կորցրել ենք դարերի ընթացքում եւ անկախությունը, անկախ պետականությունը, ազգային պետությունը ստեղծվում է երկու պարագաներում, կամ փլուզվում է ինչ-որ մի կայսրություն, կամ կայսրությունը չի փլուզվում, բայց ազգային ազատագրական պայքարի շնորհիվ ազատագրվում է կոլոնիալ վիճակից։ Այս երկու դեպքն է, ուրիշ դեպք չկա։ Հիմա մեզ մոտ 91 թվականին պատրանք ստեղծվեց, որ մենք այս երկրորդ դեպքն ենք։ Այդ պատրանքը ստեղծվեց Ղարաբաղյան շարժման պատճառով եւ հիմքով։ Մեզ բոլորից թվաց, թե մենք ազատագրեցինք ինքներս մեզ եւ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց ոչ թե որովհետեւ սովետական միությունը փլուզվեց, այլ որովհետեւ կա Ղարաբաղյան շարժում եւ մենք ազատագրեցինք Ղարաբաղը։ Իրականության մեջ դա այդպես չէր։ Դա մեր պատրանքներ, դա մեր պատկերացումներն էր, բայց դա իրականությունը չէր։ Իրականության մեջ մենք հայտնվեցինք ազատ անկախ պետության կարգավիճակում միայն այն պատճառով, որ փլուզվեց հսկայական կայսրությունը։ Փլուզվեց, իսկ մենք եւ մնացած բոլորը պատրաստ չենք դրան։ Պատրաստ չենք, որտեղ մենք թե գաղափարական, թե ազգային արժեքների վերագնահատման, թե մեր պատմության վերագնահատման, պատմության վերաուսումնասիրության տեսանկյունից ունենք հսկայական խնդիրներ, այսինքն մենք չենք կարողացել դա
իրականացնել եւ շատ դեպքերում մենք առաջ գնացինք ուղակի շոշափելով կույր մարդը ինչպես է առաջ գնում ընդամենը շոշափում է բայց կարող է վայր ընկնել կարող է տեղ չհասնել կարող է պատին դեմ տալ հիմա մենք եկել հասել ենք այդ պատին վիճակին եւ ցավոք սրտի իմ կարծիքով 30 տարին այդ իմաստով կորսված է մենք կարծես թե հիմա պիտի կարողանանք այդ բոլոր այբենական արժեքները ճշմարտությունները մեզ համար հստակեցնենք որ գոնե այդ հիմնական հարցերին բոլոր հայերը լավ չասեմ հայեր բոլոր հայաստանցիները լավ կլիներ բոլոր հայերը բայց բոլոր հայաստանցիները ովքեր ապրում են այս երկրում ովքեր ունեն մեր անձնագիրը ունենան միարժեք պատասխան այդ դեպքում նրանք բոլորը կշարժվեն նույն ուղղությամբ Այսօրինակ երկար տարիներ վեճի եմ բռնվել մշտապես տարբեր կոնֆերանսներում, երբ դա գիտեք, Հարավային Կովկաս, ասում են, Հարավային Կովկաս, չէ՞։ Դա ներառում են մեզ Ադրբեջանին եւ Վրաստան։ Ես միշտ հակադարձել եմ, որ մենք Կովկաս չենք ընդհանրապես։ Մենք կովկասյան ցիվիլիզացիա չենք, հասկանում եք։ Մեզ բերել գցում են, ասենք, այդ բանի մեջ, ասենք, ամերիկացիները, ռուսները, Յուժնի Կովկաս, Զակավկազիա, հա, մենք Կովկաս չենք ընդհանրապես, Յուժնի Կովկաս չենք հատկապես, մենք Կովկասի արժեհամակարգից չենք, մենք այնտեղ չենք ծնվել, մենք ավելի շուտ միջերկրական հատվածից ենք, քան Կովկասյան, հիմա եկել հայտնվել ենք այստեղ մեր խելքի բերումով եւ ճակատագրի բերումով, բայց դա չի նշանակում, որ մենք կովկասյան ազգ ենք, անգամ քաղաքագիտական իմաստով, չէ՞ որ ինչպես քեզ կոչեցին, այնպես էլ քեզ կվերաբերվեն։ Հիմա մեզ աշխարհը վերաբերում է որպես Կովկաս։ Ունենք մենք այդ խնդիրը փոխելու այդ վերաբերմունքը, իհարկե ունենք։ Երևանից մինչև Բաղդադ թռիչքը տևում է 40 րոպե։ Ինչու մենք միջին արևելք չենք կամ քրիստոնյա արևելք չենք, որը մեզ էականորեն կտարբերակեր միանգամից աշխարհի կոնտեքստում կհասկանային մենք ով ենք։ Մենք քրիստոնյա արևելք ենք։ Մենք քրիստոնյա արժեքները արևելք բերող եւ արևելյան արժեքները արևմուտք տանող ազգ պիտի լինենք։ Ազգ եւ ուրեմն պետություն։ Եվ ուրեմն եթե մենք դա լինենք, արդեն մեր չգոյության փաստը կնկատվի։ Հասկանում եք։ Եթե մենք լինենք այդ արժեքների տրանսլյատորը, գոնե փիլիսոփայորեն սրա շուրջ համաձայնվենք, բոլորով եւ հատկապես լիդերներով, որ մեր գոյության նպատակը պարզ դառնա մեզ եւ աշխարհին։ Այսօր ոչ մեզ է պարզ, ոչ աշխարհին, դրա համար մեզ չեն նկատի։ Այսօր ասում են, նայում եմ մեկնաբանությունները, ինչու Իսրայելի այս ողբերգությունը ամբողջ աշխարհի մոտ բան է առաջացնում, հուզմունք եւ վրդովմունք եւ վերաբերմունք, բայց մեր դժբախտությունը կարծես ոչ մեկին պետք չէր, հենց դրա համար, իսկ մենք ինչ ենք արել, մենք ինքներս չգիտենք, մենք արևմուտք ենք թե արևելք, մենք չգիտենք, մենք ասում ենք Կովկաս, մենք ասում ենք այո, հասկանում եք, Դա կա նաև այլ մոտեցումը իմ տեսանկյունից, որ քանի որ մենք հիմա այն վիճակում ենք եւ պիտի կարողանանք օգտվել ցանկացած հնարավորությունից եւ ինտեգրման ցանկացած մոդելից, եթե ասում են Կովկասեք, պետք է ասես այո, բայց դրա հետ միասին պետք է ասես այո, բայց ես նաև արևելք եմ, այո, բայց ես նաև արևմուտք եմ, նաև միջին արևենք եմ, նաև ուրեմն արևելյան քրիստոնյա եմ։ Այդ դեպքում այդ համադրության մեջ։ Եթե ռուսները կասեն, որ դուք ռուսական աշխարհի մաս եք, ենթադրենք, հա, ռուսկի միր ասում են, որ հայերը ռուսկի միր են։ Okay, ասում ենք, մենք ռուսկի միր ենք, բայց ուրեմն մենք պետք է նաև լինենք արևմտյան միր կամ անգլիսկի միր։ Կամ մենք ֆրանկոֆոնիայի երկիր ենք, երեխեք։ Ձեզանից ով է ֆրանսերենին տիրապետում։ Երկու հոգի։ Ինչ աստիճանի։ Մենք մերսի, բոկու, թե մի քիչ ավել։ Մի քիչ ավել։
բայց հասկանում եք ֆրանկոֆոնիայի երկիր ասելով ոչի։ Հիմա դուք, մենք, հասարակությունը, պետությունը Ֆրանսիայից ինչ որ չգիտեմ ակնկալիքներ ունի։ Մարդկանց հետ պետք է իրենց լեզվով խոսես։ Ասելով ոչի, հայտարարելով ոչի։ Հայտարարելուց հետո չգնացին որևէ գործողություններ չգնաց։ Դա նշանակում է դպրոցական ծրագրերից, դա նշանակում է հեռուստատեսությունը միացնում է անպայման ֆրանսիական կանալ լինի։ Անպայման պետք է ինչ-որ մի հնարավորություն լինի մասսայաբար ֆրանսերեն սովորելու։ Եթե դու ֆրանկոֆոնիայի երկիր ես։ Գիտեք, Կիպրոսը ունիկալ երկիր է նրանով, որ Կիպրոսին հաջողվել է լինել եւ բրիտանական այդ համագործակցության երկրների անդամ եւ ֆրանկոֆոնիայի։ Շատ հազվագյուտ երևույթ է դա։ Նրանք կարողացել են երկու մորից, այսպես ասած, կաթ ընդունել։ Վատ չի։ Հիմա մեր շանսերը բրիտանական, ուրեմն ռուսական աշխարհում, ֆրանկոֆոնիայում եւ բրիտանականում լինեն գրեթե նույն ռուսական մի քիչ ավելի շատ է, որովհետեւ ռուսերենին մենք ավանդաբար տիրապետում ենք ավելի շատ, քան ֆրանսերենին կամ հիմա ոնց որ անգլերենը ավելի դառնում է գործածվող, որովհետեւ բոլոր ոլորտներում գրեթե անգլերենը անհրաժեշտ է, հատկապես երիտասարդների մոտ, վատ չի, բայց եթե անգլերենը դառնում է, ասենք, փոխարինում է ռուսերենին, չեմ կարծում որ դա լավ է, պիտի ավելացնենք, ոչ թե փոխարինենք։ Ղազախստանում ընդունեցին օրենք, սահմանադրական օրենք, որտեղ նշեցին, որ Ղազախստանի նպատակը որ դառնալ եռալեզու պետություն։ Ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, հասկանում եք։ Իրենք օրենսդրորեն ամրագրեցին, որ պիտի լինեն եռալեզու։ Դուք Ղազախստանում չեք գտնի որևէ մի պետական պաշտոնյա, որը 3 լեզվի փայլուն չի տիրապետում։ Այդպես մարդ գոյություն չունի Ղազախստանում։ Ղազախական կառավարության անդամներին, որ նայում եք, բոլորը ունեն եւ ռուսական ամենաբարձր կրթությունը եւ արևմտյան ամենաբարձր կրթությունը, դրան գումարվում է տվյալ ոլորտի ամենախոշոր, ամենահեղինակավոր ընկերություններում, միջազգային կոնսորցիումներում աշխատանքի փորձը, դրանից հետո նոր արդեն նշանակվում է նախարար։ Ոչ թե որտեղ վարչապետի մտերիմն է եւ ուրեմն նրան ծառայություններ է մատուցում, այլ որտեղ ունի առնվազն 3 փորձառություն, ամենաբարձր որակի կրթություն ռուսական, ամենաբարձր որակի կրթություն արևմտյան, կարևոր չի ամերիկյան թե անգլիական, եւ ունի կառավարման փորձ այդ ոլորտի միջազգային կոնսորցիումներից մեկում։ Ինչու մենք չկարողացանք սա անել, ինչու մենք չկարողացանք սա կարևորել, որովհետև նորից նպատակը չենք դրել, նպատակադրումը սխալ էր դրված։ Դժվարին ժամանակները ինչով են ընդհանրապես առանձնահատուկ։ Դժվարին ժամանակները նշանակում է, որ կան որոշակի տրենդեր, որոնք հակառակ են քո նպատակներին, այդ տրենդերը կան, դու չես կարող նրանցից խուսափես, դու չես կարող նրանց կանգնեցնել, նրանք գալիս են, ներխուժում են եւ վտանգ ունեն քեզ ոչնչացնելու, քեզ որպես սոցիում, քեզ որպես պետություն, կարևոր չի, դժվարին ժամանակներ, քեզ որպես ընտանիք, քեզ որպես ընկերություն, դժվարին ժամանակները, այսինքն կան բացասական տրենդներ։ Ինչ պիտի անի լիդերը, եթե գիտակցում է, որ չի կարող դրանք կանգնեցնել։ Լիդերը պիտի դրանք սանձի, պիտի դառնա մասնակից այդ տրենդի եւ փորձի այդ տրենդի թամբին նստած ուղղորդել այդ տրենդը այնպես, որ հնարավորին քիչ վնաս հասցնի իր կողմից կառավարվող այդ ուրեմն սուբյեկտին։ Լինի դա ընկերություն, պետություն, ընտանիք, թե ինչ։ Եթե կան այդ տրենդերը եւ դու չես կարող ներազդել դրանց վրա, որ դրանք չլինեն, դու պիտի կարողանաս սանձես, որպեսզի հնարավորին չափ քիչ վնաստած քո կողմից կառավարվող միավորի։ Սա ցավոք սրտի չի գիտակցվում շատ դեպքերում եւ մենք հատկապես եթե անդրադառնանք մեր վերջին ժամանակների զարգացումներին, ապա կտեսնենք եւ կզգանք, որ մենք չենք սանձում հանգամանքները։ Մենք նստած սպասում ենք մինչեւ այդ հանգամանքները կգան, մեզ կտապալեն, կուտեն, կոչնչացնեն, կհայաթափեն, կջախջախեն, ու մենք արդեն հաջորդ իրավիճակում հայտնվում ենք ավելի ծանր դիրքերում, ավելի
դժվար կացության մեջ, քան նախորդ, բայց նորից սպասում ենք այն հաջորդ տրենդը կգա, մեզ նորից կոչնչացնի, մենք հայտնվում ենք ավելի վատ վիճակում, ավելի վատ եւ ավելի վատ։ Ինչու չենք կարողանում սանձել։ Չենք կարողանում սանձել, որովհետեւ անձնական հետաքրքրությունները սկսում են գերակայել հանրային շահի նկատմամբ։ Ցավոք սրտի, անձնային հետաքրքրությունը ավելի շուտ ոչ թե շահը գերակայում է հանրային հետաքրքրության նկատմամբ եւ արդյունքում օրինակ երբ փակվեց Բերձորի կամուրջը եւ այդ բլոկադան ըստ էության դարձավ մշտական, հասկացողները հասկանում են, որ դա երբևիցե այլևս չի բացվի, որովհետեւ դրա նպատակն էր փակել, ճզմել եւ ապահովել Սյունիքով անցնող Զանգեզուրի միջանցքը եւ դա փոխանակել այն միջանցքի հետ, որ իրենք փակեցին։ Նպատակը դա էր, կամ մենք պիտի միջանցք բացենք, չէ, այսինքն հանգամանք է, եկավ արդեն քեզ խեղդեց, փակվեց։ Հիմա կամ դու պիտի միջանցք բացես, կամ պիտի էվակուացնես ժողովրդին, որովհետեւ ակնհայտ էր, որ սա չի բացվել։ Հիմա երկու որոշումներ շատ ծանր էր, եւ սա, եւ նա։ Որտեւ ինչ էր ասում Ադրբեջանը։ Ադրբեջանն ասում էր, եթե դու ունես անխոչնդոտ Ղարաբաղի հետ կապի հնարավորություն, ապա ես պիտի ունենամ նույն մակարդակի անխոչնդոտ հնարավորություն կապվելու Նախիջևանի հետ։ Ուրեմն դու կամ պիտի դա ապահովես, կամ պիտի հասկանաս, որ այնտեղ բլոկադա է, ժողովրդին սկսես էվակուացնես։ Ոչ անհարեցինք, ոչ նահարեցինք։ Ինչու, որովհետեւ երկու դեպքում էլ կարող է պատահի մեզ անվանարկեին, ասեն, որ մենք դավաճանեցինք, չգիտեմ ինչը, չէ՞։ Արդյունքում ինչ ստացանք։ Արդյունքում ստացանք խայտառակ հայաթափում, ոչ կազմակերպված, ոչ թե ուղղորդված, ոչ թե գիտակցված, այլ ուղղակի ավրալային իրավիճակում։ Ստացանք այն, ինչ որ նախանշված էր, ինչ որ պարզ էր, այսինքն հանգամանքները եկել էին, խեղդել էին, դու չսանձեցիր եւ հայտնվեցիր ավելի վատ իրավիճակում, քան երեք կայր։ Դա շատ կարևոր է հաշվարկել տրենդերը, մասնակցել տրենդերին, հնարավորին չափ սանձել եւ փորձել տանել այն ուղղությամբ, որը քեզ է ձեռնտու։ Մեզ օրինակ ձեռնտու կլիներ, եթե մենք լինեինք այո ճանապարհի եւ պատվիրատուն եւ կապալառուն եւ սարքենք այդ ճանապարհը եւ մենք պայմանները մշակենք, ասենք այս պայմաններով դուք կարող եք անցնել ուրեմն այս ճանապարհով, ճանապարհը լիներ ամենաբարձր միջազգային ստանդարտներով, մեր տնօրինության տիրապետման տակ եւ յուրաքանչյուր մեքենա, որը որ կանցներ այդ ճանապարհից, կվճարեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեը համապատասխան գումար։ Երկրները սովորաբար շահագրգիռ են լինում, երբ իրենց տարածքով ճանապարհ անցնում, դա միայն զարգացման նախադրյալ է երկրի։ Գիտեք, նարատիվներից մեր մեկը, ազգային նարատիվներից մեկը, շատ վտանգավոր նարատիվներից մեկը կայանում էր նրանում, որ մենք չգիտես ինչու մեզ վերագրել ենք թուրքական աշխարհի միաձուլման հիմնական խոչընդոտի դերը։ Չէ՞ մենք մեզ ենք վերագրել, ոչ ոք աշխարհում մեզ նման դեր չէր տվել։ Մենք մեզ ինքներս վերագրել ենք, համարում ենք, որ հենց մենք պիտի պահենք, մենք պիտի պատնեշ հանդես գանք, որ թուրքերը իրար հետ չգան, հենց մենք։ Աշխարհում որևէ մեկը այդ թեման մեզ հետ չի քննարկել, չի կիսել, չի ասել հայեր, այ դուք այս գործը արեք, մենք էլ ձեզ դրա դիմաց կանենք այս ինչ բանը, չէ՞։ Մենք մեզ ինքներս վերագրել ենք, որ չէ, մենք պետք է պատնեշ լինենք։ Արդյունքում ստացվում է, այսինքն, բայց ոչ ոք աշխարհում չի կիսում այս գաղափարը։ Ոչ մեկին մենք հայերս չենք կարող բացատրել այսօր, թե ինչու ենք մենք այդ ճանապարհը, ասենք, փակում, ինչու չենք ուզում որ ճանապարհ լինի, ասենք զարմացած նայում է այդ նույն Մակրոնը մեր վրա, էլի, ասենք։ Ու մենք չենք կարող, ասենք, մենք մեզ վերագրել ենք ինչ-որ մի ֆունկցիա, որը որ մեզ հետ ոչ ոք չի կիսում այդ ֆունկցիան։ Աշխարհը չունի նման ֆունկցիա։ Միգուցե գեոքաղաքական ինչ-որ ասենք ժամանակին սովետական միությունը ունեցել այդ ֆունկցիան։ Կարող է ժամանակին Ռուսաստանն ունեցել այդ ֆունկցիան։ Կարող է հիմա էլ ունի, բայց չի գիտակցում։ Կամ կարող է հիմա այդ շահը փոխարինվել է այլ շահով, չէ՞։ Բայց մենք մեզ վերագրել ենք
կոնկրետ խնդիր։ Պիտի փակենք ու չթողնենք։ Ինչ ենք ստանում դրա դիմաց, ում հետ ենք դա համաձայնեցրել, ինչ վտանգներով է դա հղի մեզ համար, այս հարցերին պատասխան է պետք տալ, չէ՞։ Ես այստեղ կանգ առնեմ, հիմնական ասելիքս ասեցի,